Ավելի քան 2 տասնամյակ Հայաստանի զինված ուժերում ծառայող գնդերեցների կարգավիճակը փոխվում է։ Պաշտպանության նախարարության նոր հրամանով բանակի հոգևոր ծառայությունը դուրս է բերվում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ենթակայությունից։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու գնդերեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը վստահ է, սա ոչ թե բարեփոխում է, այլ իրենց Մայրաթորից կտրելու փորձ։ Իրենք ուզում են կախյալ ինչ-որ կառույց ունենալ, անունը դնելով բանակի հոգևոր ծառայություն, որը անմիջական իրենց ենթակայության տակ է անցնում։ Նրա խոսքով գնդերեցների նշանակումը ի սկզբանե իրականացվել է կաթողիկոսի տնօրինությամբ համաձայնեցնելով Պաշտպանության նախարարության հետ։ Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն երեկվանից է դադարեցվել նախարարության համակարգում գործող հոգևոր ծառայության առաջնորդի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Միևնույն ժամանակ նախարարի հրամանով սահմանվում է, որ զորակոչված զինծառայողները եւ զինվորական պաշտոնի նշանակված գնդերեցները հոգևոր ծառայությունը շարունակելու են իրականացնել գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ եւ իրենց ծառայության զորամասի հրամանատարի ենթակայությամբ։ Տեր-Պսակ քահանայի խոսքով այս փոփոխությունը Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակում իրականացվող քայլ է։ Իրենք ուղղակիորեն լծված են եղել Պաշտպանության նախարարությունը տարբեր բարձրաստիճան զինվորականների դեմքով եւ նաեւ կոնկրետ գնդերեցների սպասարկման զորամասերի հրամանատարների դեմքով հակաեկեղեցական այս արշավին լծված են եղել դրան, ուղղակի առաջարկ է եղել միանալու կառավարության իշխանության ներկայացրած եկեղեցական բարենորոգման ծրագրին, որին պատասխանը եղել է միանշանակ ոչ։ Նրա վստահեցմամբ շուրջ 44 գնդերեցներից ավելի քան 95%-ը հրաժարվել է ընդունել այդ պայմանը, թե ովքեր են եղել առաջարկողները Տեր-Պսակ քահանան փակագծեր չի բացում։ Անձամբ ինձ զորամասի հրամանատարն է կանչել, ասել է, որ այսպիսի ցուցում կա, միանում եք վարչապետի բարենորոգման կոչին, բնականաբար պատասխանն էլ եղել է ոչ։ Իսկ ովքեր են այն գնդերեցները, որոնք համաձայնել են միանալ Փաշինյանի հայտարարած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Տեր-Պսակ քահանայի խոսքով նրանցից մեկը Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու գնդերեցներից է, որտեղ 2025-ի նոյեմբերի 16-ին պատարագի էր մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Պատարագը մատուցել էր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանն այս փոփոխությունը դրական է համարում։ Մեր բանակում ծառայում են ընդհանրեն գելդիներ, մոլոկաններ, չգիտեմ, ազգության այլ մարդիկ, որոնք ունեն այլ դավանանք, եւ այդ ինստիտուտը ինձ համար բավականին խնդրալուց էր։ Իդեպ նախարարի որոշման մեջ նշվում է պարտադիր պայման է հանդիսանալու, որ ավագ գնդերեցի եւ գնդերեցի պաշտոններում լինեն ավագ սպայական մայոր եւ կրտսեր սպայական կապիտան, կոչումային դասակարգմամբ եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվոր կրթություն ստացած մարդիկ։ Քահանայի խոսքով գնդերեցները մասնակցել են արատավոր երևույթների կանխարգելմանը, այդ թվում ինքնասպանությունների եւ ինքնախեղումների դեպքերի կանխմանը, ինչպես նաեւ աջակցել են զինվորների եւ սպաների ընտանիքներին հաղթահարել ներքին խնդիրները։ Խաչատրյանի խոսքով էլ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զինծառայողները հաճախ ավելի շատ դիմում են գնդերեցներին, քան սպա հոգեբաններին։ Այդտեղ քրեական ենթամշակույթի այդ բնածորդները կա, երբ որ սպային դիմելը համարվում է ամոթ, քննադատվում է ընկերների կողմից եւ այլն։ Իդեպ նախորդային համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է ռազմական ոստիկանությունը հսկում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տեր-Պսակ քահանայի պնդմամբ այսօր արդեն քաղաքացիական մեքենայով էին հսկողություն իրականացնում ոստիկանները, բայց մեր նկարահանող խմբին նկատելուց հետո հեռացան տարածքից։ Որևէ միջադեպ չի եղել, որևէ իրենք խոչընդոտներ չեն ստեղծել մեզ համար, մեր ծառայության համար, ուղղակի տարօրինակ էր իրենց ներկայությունը այս վերջին օրերին եկեղեցու տարածքում։ Պաշտպանության նախարարի հրամանում նշված է երրորդյա ժամկետ առաջարկություններ ներկայացնելու համար։ Փորձեցինք պարզել, արդյոք ներկայացվել են առաջարկություններ եւ ինչ փուլում է գործընթացը։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հորդորեց հարցերն ուղղել գրավոր։